եթե քրեական գործի քննությունը շարունակենք, մենք պետք է պլանավորենք մեր քննության ընթացքը։ Սա մենք դատարանում ես ցույց կտակ հայտարարության Դատարանը դատական նիստերի արդյունավետության կամ ողջամիտ ժամկետներում քննության ժամկետները հաշվի առնելուց խնդրում եմ դրանից հետո նաև հաշվի առեք, որ 1 տարուց ավել ոչ արդյունավետ գործընթաց է տեղի ունեցել մի պարզ պատճառով, որ մեղադրողը տրվել է օրենքին չհամապատասխանող մեղադրանք եւ մենք մի տարուց ավել փորձել ենք դա պարզենք, երբ որ առաջին օրը դա պարզել որ չի համապատասխանում։ Այսինքն խնդրում եմ դա էլ հաշվի առնենք, քանի նիստ եղավ, քանի նիստ տեղի չունեցավ, եթե գործը պետք է կարճվեր, գործը չսկսված եւ գործը 3 նիստ է լինում, ելի արդյունավետ ժամկետների խախտումով է տեղի ունենում։ Կխնդրեմ ժամկետը հաշվի առնելուց, հաշվի առնել նաեւ երբ որ միջնորդություններ ներկայացնենք, որը ենթադրելու է գործը կարճելու պահանջ, այդ միջնորդություններին այդ պահին եք անդրադառնալու, թե հետաձգելու եք վերջիքով անդրադառնալու, հետագայում անդրադառնալու եւ դրանով ողջամիտ ժամկետում գործը քննվելու, թե ոչ։ Որովհետեւ մենք բացառապես դատական նիստերի քանակով եւ քանակի արդյունավետությամբ չեն կարող որոշել ողջամիտ ժամկետում գործի քննությունը եւ բացառապես նախագահողի գործողություններով չպայմանավորված։ Ճիշտ եք նկատել նաեւ մեր գործողություններով, նաեւ մեղադրողի գործողություններով, նաեւ մնացած մասնակիցների գործողություններով, բայց գործի ողջամիտ ժամկետի քննություն դատավորի հաշվետվությունը չի կներեք այդ բառի համար, թե քանի նիստը կայացավ, չկայացավ։ Եվ չի բացառվում, եթե գործը շարունակություն ունենա, քննարկենք նաեւ այդ սցենարներ։ Ամիսը մի անգամ նիստ ունենանք, բայց 3-րդ տեղով, 4-րդ տեղով, եթե դա տարբերակ, որ կարող քննարկվի, եթե բոլորին համասարվի։ Բայց դա չի մեկ անգամ նիստ նշանակելու դեպքում նվազագույն ժամկետ 8 տարի է սա։ Խրարիտական բանականությունը, որ հիմա պարոն Օրբելյան, մի բանից պետք է օգտվենք, կամ բարդ թղթային տարբերակով նստենք հաշվարկ կատարենք, պայմանականորեն օրը քանի վկայենք։ Կարծի կարող ամիսը մի անգամ, բայց 3-4-րդ տեղով, այդ դա նույնն է ինչ որ շաբաթը մի օր, օրինակն է դա որպես հնարավոր սցենար։ Բայց իմ ասածը նորից վերադառնում եմ նրան, որ մենք ողջամիտ ժամկետում գործի քննությունը քննարկելուց չպետք է դիտարկենք եւ իրավունք չունենք դիտարկենք, քանի նիստ կայացավ, չկայացավ, պետք է դիտարկենք, կարար այս գործը ավելի շուտ ավարտվեր, թե չէ։ Եվ ես ասում եմ, այո, այս գործը կարար ավելի շուտ ավարտվեր։ Այս գործը կարար ավարտվեր, երբ որ առաջին օրը ներկայացվեց մեղադրանք եւ օրինակ 2 ազգային ժողովի պատգամավորների անձնամխելիությունը հաղթարված չի, ոչ թե մենք քննարկենք, այլ գործը ավարտենք, այդ պահին ավարտենք, ոչ թե հետագային տեսնենք ինչ կլինի։ Օրինակն եմ բերում, որպեսզի պարզ լինի։ Դրա համար խնդրում եմ օրերի հաշվարկը մանավանդ մեր արձակուրդում գտնվելու պայմաններում հետաձգում, որը հետաձգում չի, այլ դատական նիստի օրի համաձայնեցման պայմանավորվում, այսինքն որ նիստ պետք է նշանակենք, արձակուրդում եղա ժամանակ ասում ենք արձակուրդում են քննելու, դա չի կարող բարձրաձայնվել, որպես պաշտպանները արձակուրդում են, դրա համար նիստ հետաձգվել։ Դա ակնհայտորեն պատճառ է։ Հաջորդ իվենտ դատարանը կոնկրետ օրեր նիստ է նշանակելու, եթե շարունակի գործի քննությունը, եւ կոնկրետ օրը, եթե դուք արձակուրդում գտնվեք, այդ հիմնավորմամբ է հետաձգելու դատական նիստը։ Պատրաստվել դուք դատարանին օր նշանակել տարբերակ եք արել, դատարանը լավ գիտի ինչ վարում է քրեական գործը։ Միակ պահանջը է, որ մենք արձանագրենք հասկացնի դատարանը։ Միակ պահանջը է, որ արձանագրենք, որ 1 տարուց ավել մենք օրենքին չհամապատասխանող ներկայացված մեղադրանք քննարկելու արդյունքում հայտարարված։ Սա արձանագրենք, այսինքն 1 տարին պետք է չլներ, որովհետեւ ի սկզբանե կամ պետք է չլներ այդ օրենքին չհամապատասխանող մեղադրանքը, կամ եթե ինչ-որ բան պետք է լիներ, պետք է համապատասխաներ օրենքին։ Չհամապատասխանող արձանագրված է ձեր որոշմամբ։